Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը և խոսելու ենք մի հրաշալի ստեղծագործության մասին և այսպիսով ձյութ է տունը։ Գիրքը պատմում է աշխարհիկ կյանքից կտրված մի վայրի մասին, որտեղ երեխաներն ապրում են առանց ծնողների, դառնալով անծանոթ տիրուհու սահմանած օրենքների պատանդը։ Եվ հենց գրքի հեղինակն է մեր հյուրը Անաստասիա Վիվտաշը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Ոնց եք։ Լավ, դուք ինչպես եք։ Շատ լավ։ Երբ որ կարծում եք ձեր ազգանունը, որ նոր պիտի գայք, մտածում եք, որ նույնիսկ մեր ադմինիստրատորին ասեցի, իսկ թարգմանիչ գալու է Անաստասիայի հետ։ Մտածելով, որ դուք հայ չեք, բայց չէ, որ Լավ հայ եմ։ Լավ էլ հայ եք։ Շատ լավ, Անաստասիա, մի քիչ խոսենք այն մասին, որ նախ ավարտել եք Թատերական ինստիտուտը, այսօր նաև գրում եք, գիրք եք գրում, սա ձեր առաջին գիրքն է։ Այո, սա իմ առաջին գիրքն է։ Ինչու՞։ Հնարավորություն հիմա եղավ տպագրելը։ Դրա համար առաջի գիրքն է։ Ուրիշ գործեր ունեմ ավարտած, բայց իհարկե դեռ չեմ տպագրել։ Այսինքն գրելու հետ կապված այդ մղումը, ձիրքը վաղուց կա, ուղղակի տպագրությունը մի անգամ առաջինն է սա։ Հա, տպագրությունը որպես առաջինն, այո։ Դե մեզ պատմեք ձյութետան մասին։ Ինչն է հետաքրքրում ձյութետնից։ Հետաքրքրեց սյուժեն շատ, որովհետև ինձ մոտ արդեն նշված էր, որ գրքում երեխաներն են, ովքեր ծնողներ չունեն։ Հա, երեխաների այդքան դաժան այդքան էլ դաժան։ Դաժանի երկրորդ հատվածն էլ անծանոթ տիրուհու սահմանած օրենքներով են ապրում։ Որտեղից է գաղափարը եկել։ Գաղափարը գլխավոր հերոսուհու կերպարը տատիկիս կերպարն է։ Իրենց եմ մոտիվացվել, իր կերպարի հիման վրա եմ կառուցել սյուժեն։ Ուզում էի լիներ մի քիչ առեղծվածային սյուժեն, դրա համար ստեղծել եմ այսպես ասած հորինված եւ աշխարհիկ կյանքից կտրված վայր, որտեղ էս մեր իրականությունից երեխաները հեռու են մեծանում։ Ներկայացված է երեխաների հոգեբանական ապրումները, որովհետեւ վաղ տարիքից զրկված են լինում ծնողներից, բայց կարևորն այն է գրքում, որ այդ երեխաները դա ոչ թե այդ խնդիրը ոչ թե հուսահատեցնում է նրանց, այլ ուժ է տալիս։ Հիմնական գաղափարը դրանում է, որ մարդիկ, ովքեր անցնում են բարդ փուլերով իրենց կյանքում, կարողանան դա վերածել ուժի, ոչ թե հուսահատության։ Կդառնա ֆիլմ, որովհետև ես վիզուալիզացնում եմ արդեն ինչ որ դուք ասում եք։ Կնկարեք։ Սիրով։ Դե, Թատերական ինստիտուտը ավարտել եք, կրթությունը դերասանական, այո, ինչքանով հասկանում եմ։ Մի քիչ խոսենք հենց այդ մասից, հա, ինչու որոշեցիք թատերական, հետաքրքրությունը փոքր ժամանակից կար, թե կյանքի կտրուկ որոշումներն էին։ Չէ, կտրուկ որոշում չէր, միշտ երազել եմ։ Փոքր տարիքից միշտ երազել եմ դերասանուհի դառնալ, ու այդպես գնացի թատերական, ինչպես եւ որոշել էի։ Իսկ այսօր խաղում եք ներկայացումներ։ Չէ, ներկայացումներում չեմ խաղում, հեռուստասերիալներում էի խաղում, այս պահին միայն հաղորդում եմ վարում։ Հետաքրքիր գոլեգա։ Այո։ Բոլոր առումներով քեզ գոլեգա, նույնիսկ դերասանության առումով։ Այո։ Շատ լավ։ Պատմությունը ասացիք, որ հորինված է, հա, եւ պատմությունը բնականաբար անմիջապես առնչություն երեխաների հետ։ Սա մի թեմա է, որտեղ ավելի շատ նաեւ պահանջում է հոգեբանություն, որտեղ հատկապես երբ որ պատմությունը առնչվում է երեխաների հետ, բնականաբար այստեղ պետք է շատ նուրբ մոտեցում։ Քաչ հայտնի, եթե մեր հրատարակողները կարդացել են Ճանճերի տիրակալը, որտեղ երեխաներն են ամբողջ գործող անձիկ եւ իրենք են ստեղծում իրենց աշխարհը, կառավարում եւ նույնիսկ հասնում ծայրահեղ կետերի։ Արդյոք այս պատմության մեջ կան կտրուկ որոշումներ եւ այն, որ երեխաներն իրենք են կառուցում եւ փոխում ճակատագրերն իրենց։ Իմ հերոսները յուրահատուկ են, երեխաները յուրահատուկ են։ Գիտեք ինչն է հետաքրքիր, ես ինքս իհարկե երեխաներ դեռ չունեմ, բայց միշտ ուշադրությամբ եմ իրենց ուսումնասիրել, ոնց են իրանք աշխարհը տեսնում, ինչ մտքեր են արտահայտում, այնքան հետաքրքիր է այդ ամեն ինչը ինձ համար եղել ու բնականաբար այդ ամեն ինչի մեջ խորացել եմ, վերլուծել եմ եւ իհարկե գրի եմ առել։ Իսկ գլխավոր հերոսները քանիսն են։ 6-ն են։ Եվ 6-ն էլ շատ տարբեր բնավորությամբ։ Այո, բոլորը տարբեր են եւ տարբեր ճանապարհներ էլ ընտրում են։ Բայց ուզում եմ մի քիչ ստեղծագործությունը ավելի շատ բացենք, որովհետև ես կարծում եմ հեռուստադիտողներին շատ հետաքրքիր կլինի, իհարկե կուլմինացիան չենք ասի, բայց մի քիչ ավելի պատմենք եւ երեխաների բնավորությունների մասին եւ ճանապարհի մասին, որոնք իրենք անցնում են։
Դե սկզբնական շրջանում, երբ որ գիրքը նոր է սկսվում, մեզ թվում է ինչ-որ ֆանտաստիկ դրվագներ կան, բայց երբ որ խորանում ենք, հասկանում ենք, որ երեխաները հենց այդպես էլ տեսնում են աշխարհը։ Իրենք չեն տեսնում այնպես, ինչպես մեծահասակներն են տեսնում։ Օրինակ հերոսներից մեկը այդ խնդիրը ունի մեծահասակներին չհասկանալու ու երբ որ իրան ասում են, չգիտեմ, քիչ խոսիր կամ դու միայնակ ես մնացել, արդեն մեծահասակի պես պետք է քեզ պես, ասում ախր այդ ինչ մի բան է մեծահասակ լինելը, որ դուք դա փաթաթում եք իմ վզին, ասում եք մեծահասակ դարձիր քեզ մեծի պես պահիր։ Ամեն մեկը իր կոնֆլիկտ ունի, այսպես ասած, գրքում, բայց շատ բաներ խաբուսիկ է սկզբնական վիճակում, որովհետև սյուժեն բացվում է ամենավերջում։ Ամենավերջում ենք հասկանում տանտիրուհին ինչի էր այդքան խիստ երեխաների հետ, որովհետև տանտիրուհին էլ ուներ իր գաղափարը այդ գրքում, այդ պատմության մեջ ու հատուկ էր այդ ճանապարհներով երեխաներին անցկացնում, որպեսզի նրանք դառնան կոփված եւ հասուն մարտիկներ, այսպես ասած։ Դուք արդեն ասացիք, որ տատիկի կերպարից եք ոգեշնչվել, իսկ դուք կաք երեխաների գուցե բնավորությունների մեջ կամ կոնկրետ առանձին կերպարով։ Բոլորի մեջ գրեթե կամ բոլորի մեջ ինչ որ բաներ դրել եմ ինձանից, հա։ Օրինակ հերոսներից մեկը երազում է թռչել ու այդ բոլոր երեխաների ցանկությունն է ինձ թվում է փոքր տարիքում։ Մեծ տարիքում էլ։ Հա։ Հա։ Մեծ տարիքում ավելի շատ։ Մեծ տարիքում ավելի շատ ու ինքը այդ մտքերով է ապրում, որ հավատում է մի օր դա կիրականանա։ Ու իրականանում է, բայց ոչ ուղիղ իմաստով։ Հոգևոր մակարդակով ավելի։ Ինչի մասին են հաջորդ պատմությունները, որոնք արդեն թղթի վրա են եւ կամաց-կամաց պատրաստում եք արդեն հրատարակել։ Դեռ չեմ պատրաստում, բայց հիմա աշխատում եմ մի պատմության վրա։ Ինչպես սա է համամարտկային թեմա, այնպես էլ մյուս գիրքն է լինելու համամարտկային թեմա, այստեղ էլ նշված չէ ոչ վայր, ոչ ազգություն։ Մյուս գրքում էլ այդպես կլինի, որովհետև ես գտնում եմ, որ բոլորս էլ մի սոարյունից ենք եւ բոլորս էլ նույն ցավն ենք զգում, նույն ապրումները ունենք անկախ ազգությունից, անկախ վայրից։ Եվ կամ որ գիրքը ձեզ մոտ է ժամանակակից աշխարհում մարքեթինգը շատ կարևոր է, ինչպեսին կլինի շապիկը եւ ցույց տանք, ասենք, ինչու է որոշվել հենց ձեռք կամ մատնահետ կլինի շապիկի վրա եւ ձյութը տունը ինչու վերնագրվեց այդպես։ Ճիշտն ասած, մարքեթինգի տեսանկյունից ինձ խորհուրդ տվեցին, որ այսպիսի նկար չանեմ, որովհետև մի փոքր մռայլ է եւ ֆոտոներ ստանալու համար այնքան էլ հաջող չէ, բայց այս նկարն էր ինձ հոգեհարազատ, գրքի վրա հենց իմ ձեռքն է, իսկ մատները երեխաներն են, հերոսներն են պատկերված, ձյութ է տունը, որովհետև ձյութը մեծ խորհրդանիշ ունի պատմության մեջ, գլխավոր հերոսուհու կյանքի բաղկացուցիչ մասն է կազմում եւ իրեն ուղեկցում է, իր հույսն է դա, իր հավատքն է, չեմ ուզում շատ ճակերտներ բացեմ, բայց կարևոր դեր ունի գլխավոր հերոսուհու կյանքում։ Ակտիվությունը համացանցում կա։ Հա, հետևորդներս ակտիվ են։ Իհարկե գրքասերներ չեն, հիմնական հետևորդներս հաղորդումից եկած հետևորդներն են, բայց փորձում եմ նաև սովորեցնել, որ ես նաև որպես գրող կարող եմ հանդես գալ, որովհետև կերպարները շատ տարբեր են հաղորդման մեջ եւ իհարկե որպես գրող, բայց ակտիվությունը մեծ է, բայց ես հասկանում եմ, որ շատերը գիրքը ձեռք են բերում ոչ նրա համար, որ պատմությունն է հետաքրքիր, այլ ուզում են հասկանալ, այ Վիվտաշը ինչ է գրել։ Ու դա արդեն լավ է, ոչինչ է։ Եվ որքան գիտեմ, հաղորդման հերոսներն էլ մեծահասակներն են, տատիկներն ու պապիկները, ինչով ձեզ դուր չենք գալիս երիտասարդներս եւ միջին տարիքի մարդիկ։ Մեծահասակներն ու երեխաները շատ նման են իրար։ Այո։ Շատ հոգեբանությամբ իրենք շատ նման են։ Գիտեք, պարզ են եւ մեծահասակները եւ երեխաները անկեղծ են, ցույց տալու կամ զարմացնելու ոչինչ չունեն, այնպիսին են, ինչպիսին կան, ու այդ արդեն գրավիչ է, որովհետեւ մեր օրերում դրա պակասը շատ կա։ Այո։ Շատ լավ, ինչքանով է հասանելի գիրքը այսօր, որտեղ կարող են գտնել։ Գիրքը մեր էջով կարող են գտնել, մինչև ամսի 10-ը զեղչ է մեզ մոտ, Վիվտաշ ձյութ է տունը էջին կարող են գրել, եւ իհարկե կա Bookist խանութ սրահում, My Bookstore խանութ սրահում կարող են ձեռք բերել։ Ինչքանով եք տեսնում ակտիվությունը մինչև այսօր, հա, եւ ընթերցողների ֆիդբեքերը։
Շնորհանդեսից հետո, շնորհանդեսը սեպտեմբեր ամսին էր, բավականին ակտիվ էինք, հետո մի պահ այսպես նվազեց ակտիվությունը, բայց հիմա նորից ակտիվ է։ Ընթերցողները կարծիքներ են հայտնում հիմնականում, որ սրտներին շատ կպնում է պատմությունը, բայց շատերը օրինակ համաձայն չեն վերջաբանի հետ ու շատերը իրենք հորինած գրում են ինձ, որ կուզեի այսպես լիներ, եւ ես հասկանում եմ, որ դա նրանից է հերոսներին կապնվում են եւ հրաժեշտ չեն ուզում տալ։ Երևի է դա խնդիրը, էլի չեն ուզում իրենց հրաժեշտ տան ու պատմություն են հորինում։ Իսկ դուք ինչ եք կարդում այսօր։ Այս պահին կարդում եմ Ռանչպարների կանչը։ Վաու։ Երեք հասա 100-րդ էջին մոտավոր։ Հիմա դա եմ կարդում։ Ինչու։ Շատ էին խորհուրդ տվել, ասեցին, որ պետքա վաղուց կարդացած լինեի, բայց դե ինչ ամ չէի կարդացել։ Իսկ ինչ գրականություն եք նախընտրում ընդհանրապես։ Ընդհանրապես փիլիսոփայություն եմ շատ սիրում, հոգեբանություն եմ շատ սիրում, Սենեկայի ֆանատ եմ, այսպես ասած, բարբերաբար վերընթերցում եմ իր գրքերը, դեռ ուսանողական տարիներից սիրահարվել եմ իրեն ու մինչև օրս այդպես կարող եմ հավատարիմ իր հետ քայլում եք։ վերընթերցել։ Ռեմարկ եմ շատ սիրում։ Գիտեք, սխալ է նշել կոնկրետ գրողի, սիրում եմ գրողի որևէ ստեղծագործություն։ Կան ստեղծագործություններ, որ օրինակ շատ հոգեորազատ չեն դառնում։ Ունեք ֆավորիտ ստեղծագործություն, որը ձեզ համար մինչև այսօր դեռ առաջին շարքում է, հա։ Օրինակ ինձ համար դա Մաստերի Մարգարիտան է Բուլգակովի։ Հա, որին դեռ ոչինչ բան ինձ համար դեռ չի գերազանցել։ Ես շատ սիրում եմ Փոքրիկ իշխանը, որքան էլ որ ծեծված եմ, եւ տարբեր տարիքում եմ ընթերցել ու տարբեր տարիքում այլ կերպ եմ ընկալել։ Իսկ ես սիրում եմ նման գրքեր, որ պարզ լեզվով է գրված, բայց ասելիքը խորն է։ Օրինակ չեմ սիրում գրքեր, որ ուռճացված է, հա, ինչ որ այսպես ծանր բառեր են օգտագործում, բայց լավ, ասում ես միտքը ինչ էր։ Կարելի էր ավելի պարզ ներկայացնել, ավելի հասանելի, այդպես ավելի պարզ խոսքի սիրահար եմ, բայց խորը իմաստով իհարկե։ Հովհաննես Թումանյան։ Հովհաննես Թումանյան հայոց բանաստեղծի գրածները պարզ, բայց շատ խորը։ Թող ինձ Ների Թումանյանը, հա, բայց իրեն էլ եմ շատ սիրում, որ իրեն սկզբից չնշեցել է։ Դե ոչից եկանք իրեն։ Որացիկ պարզ եմ սիրում եւ խորը, այդ միանգամից Թումանյանն է գալիս։ Լավ, իսկ ինձ հետաքրքիր է գրելու առումով, որովհետեւ ոգեշնչումը ամեն դեպքում գրողներից գալիս է, նույն գրական լեզվամտածողության առումով, ումից է եկել գրելաձևի ոգեշնչումը կամ, չգիտեմ, ոճային առումով։ Չեմ կարող ասել, որ ինչ որ մեկի ոճին նմանացրել եմ։ Գրել եմ իմ ոճով, որովհետև բնականաբար ես այլ կերպ եմ չէ տեսնում աշխարհը ու այլ կերպ եմ արտահայտվում։ Որ ասեմ ինչ որ մեկին նմանակ չեմ։ Հրաշալի։ Հեքիաթներ սիրում եք։ Հեքիաթներ չեն։ Չէ, իսկ փորձել եք գրեք։ Չեմ։ Չեմ փորձել։ Չեք հավատում հեքիաթներին։ Բայց մարքետոլոգները խորհուրդ են։ Անպայման գրել հեքիաթներ։ Այո, լավ կաշխատի։ Լավ կաշխատի։ Շատ լավ, ուզում եմ ձեզ նվիրել Սարգոն, Սպիտակ Չորգինին, որը կարծում եմ, երբ որ արդեն այդ ոգեշնչումը ամեն պահին գալիս է, Սպիտակ Չորգինին կուղեկցի եւ բավական հետաքրքիր մտքեր կհաղորդի ձեզ, սա գինին կօգնի ձեզ, այո, Իջևանի, եւ ուզում եմ ձեզ նվիրել բացիկ, քանի որ դուք հա ձեր հերոսների ու պատմությունների միջոցով էմոցիաներ եք տալիս ձեր ընթերցողներին, համոզված եմ, որ գիտեք դրա արժեքը ինչքան կարևոր է մարդկանց փոխանցել էմոցիոնալ տրամադրվածություն։ Ուզում եմ ձեզ նվիրել Արև բացիկը, որտեղ իհարկե ներառված են հայտնի երգերից ֆրազներ, որոնք փոխանցում են էմոցիաները։ Այստեղ բացիկի սկզբում գրած է սիրում եմ եւ նախատեսված է, որ նվիրեք ձեզ համար շատ սիրելի մարդու։ Իսկ մեջում արդեն Անդրեի երգից են իմ սերեքեզ թևեր թող տա։ Այս բացիկը ձեզ նվիրեք նրան, ով ձեզ թևեր է տալիս գրելու եւ ապրելու համար։ Կնվիրեմ սիրելիս, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Դե ինչ կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։